Սոցիալական մանկավարժության ծագման պատմական նախընտրյալները։ Մարդկային հասարակությունն իր զարգացման ամեն մի ժամանակահատվածում խախվել է իր հասարակության մեջ ոչ լիարժեք անդամների հիմնախնդիրներին։ Այդ հիմնախնդիրները տարբեր են եղել։ Այսօր մեծապես բարդացել է կյանքը քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ առումներով, և մարդու կյանքում առաջանում են իրավիճակներ, երբ նա օգնության կարիք է զգում։ Այսօր այդ օգնությունը կազմակերպված և մասնագիտացված է դարձել։ Մանկության կոնցեպցիան բաղկացած է երկու հիմնական մասերից՝ երեխայի որպես աճող սերնդի հասարակական ըմբռնումն ու կարևորությունը և իրական վերաբերմունքը նրա նկատմամբ։ Հասարակության վերաբերմունքը երեխայի դաստիարակության, ուսուցման, կրթության նկատմամբ պայմանավորված է ինչպես խնդրի պատմական համատեքստով, կոնկրետ քաղաքականությանը նախորդող հասարակության վերաբերմունքով, այնպես էլ որոշակի գաղափարախոսությամբ և արժեքներով։ Այսօր մեծապես բարդացել է կյանքը քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ առումներով, և մարդու կյանքում առաջանում են իրավիճակներ, երբ նա օգնության կարիք է զգում։ Այսօր այդ օգնությունը կազմակերպված և մասնագիտացված է դարձել։ Սոցիալական մանկավարժության տեսությունն ու պրակտիկան զերծորեն կապված է ժողովրդի պատմամշակութային, էթնիկական, ավանդույթների առանձնահատկությունների հետ։ Խոսելով սոցիալական մանկավարժության պրակտիկ գործունեության ոլորտի մասին, անհրաժեշտ է հատուկ սահմանազատել մի կողմից սոցիալ-մանկավարժական գործունեությունը որպես պաշտոնապես ճանաչված կամ ընդունված մասնագիտական գործունեության տարատեսակ, ինչպես և մյուս կողմից կազմակերպությունների, հաստատությունների, առանձին մարդկանց կոնկրետ, իրական գործունեություն, որն ուղղված է օգնություն ցուցաբերելու այն երեխաներին, որոնք դրա կարիքն ունեն։ Հասարակության անպաշտպան խավերի, երեխաներ, ծերեր, հաշմանդամներ, խնամքն ու հսկողություն իրականացնող մասնագետների մասին պատկերացումը հիմնականում ժամանակակից հասարակությունների վերաբերմունքի արդյունքն է, սակայն բազմաթիվ պատմական երևույթներ նպաստել են նրա ժամանակակից ձևի հաստատմանը։ Դրանք են միջնադարի եկեղեցական ավանդույթները, ծխական մակարդակով իրականացվող աղքատության մասին օրենքները և լայն տարածում ստացած 19-րդ դար բարեգործական ընկերությունների կողմից մշակված ավանդույթները։ Չնայած այն բանի, որ գթասրտությունն ու բարեգործությունը առաջին հայացքից շատ մոտ են իրենց նշանակությամբ, նրանք հոմանիշներ չեն համարվում։ Գտասրտությունը դա պատրաստակամությունն է օգնել ինչ-որ մեկին կամ ներել ինչ-որ մեկին ելնելով մարդասիրությունից և կարեկից լինել նրանց։ Բարեգործությունը ենթադրվում է առանձին մարդկանց կամ կազմակերպությունների անհատույց և ինչպես կարգն է, կանոնավորված օգնություն կարեքավոր մարդկանց։ Գրեթե բոլոր երկրներում սկզբնական շրջանում բարեգործությունը սկսել է առանձին մարդկանց գործունեությունից, հաջորդ փուլում բարեգործությունը ընդունվում է ճանաչման պետական ձև և բացվում են նոր մասնագիտական հաստատություններ՝ բժշկական, կրթական, արհեստագործական և այլն։ Այս փուլում զարգանում է նաև որոշակի սոցիալական քաղաքականություն։ Սոցիալական մանկավարժության պատմություն։ Սոցիալական մանկավարժության տերմինը մանկավարժության մեջ ներմուծվել է մագերի կողմից 1844 թվականին։ Այդ գաղափարը զարգացրել է Դիստերվերգը։ Ծագման օրվանից ձևավորվել է երկու ուղղություն՝ տարբեր մոտեցումներով։ Առաջինն այն է, որ սոցիալական մանկավարժությունը ունի ընդհանրություն դաստիարակության սոցիալական կողմի հետ՝ մագեր, համաձայն երկրորդի, այն հանդես է գալիս որպես մանկավարժական օգնություն։ 1911 թվականին լույս է տեսնում Նապորտի սոցիալական մանկավարժություն աշխատությունը, որտեղ հիմնականում առաջ է քաշում այն գաղափարը, որ մարդը մարդ է դառնում միայն ի շնորհիվ մարդկային հասարակության։ Նա գրում էր, որ տնտեսական հեղաշրջումների արդյունքում ընտանիքը կորցնում է իր սոցիալական գործառույթը կամ դժվարանում է այն իրականացնել։ Սոցիալական մանկավարժության զարգացման համար մեծ դեր է ունեցել Շացկին 1887 թվականից 1934 թվականներին։ Նա անձի ձևավորման գործընթացում կարևորում էր սոցիալական ժառանգության դերը։ 1920-ական թվականներին բազմաթիվ բանավեճեր էին անցկացվում դպրոցի սոցիալական գործառույթների, դպրոցի կառուցվածքի, դպրոցի ինքնակառավարման հարցերի շուրջ։
Շուլկինը միջավայրի մանկավարժությունը համարում էր նոր հասարակության մանկավարժություն, որտեղ ընդգծում էր 3 գլխավոր խնդիրներ. Առաջին՝ ուսումնասիրել այն միջավայրը, որում ապրում է երեխան և որն ազդում է նրա վրա։ Երկրորդ՝ մարդու ուսուցումն ու դաստիարակությունը կարող են փոխել միջավայրը։ Եվ երրորդ՝ դպրոցը պետք է դառնա շրջապատող միջավայրի վերափոխման կենտրոնը։ Նա գտնում էր, որ երեխան պետք է սովորի դպրոց արտադրության ներսում, ուսուցիչներն ավելի քիչ պետք է լինեն։ Առաջին տեղում էր աշխատանքը, իսկ մեծահասակների հետ աշխատելը կյանքին նախապատրաստվելու լավագույն միջոցն էր։ Շուլինգի նախագիծը բերում էր երեխայի կրթական մակարդակի ցածրացմանը։ Կրուպենինան գտնում էր, որ դպրոցը պետք է լինի ոչ միայն ուսումնադաստիարակչական կենտրոն, այլ նրանում պետք է ստեղծվեն ուսուցման և դաստիարակության նոր ձևեր, որտեղ աշխատանքն է միայն գլխավորը դառնալու։ Նա ևս կարևորում էր նոր ուսուցման և դաստիարակչական ձևերի անհրաժեշտությունը և դրանց կապը շրջապատող միջավայրի հետ։ Նա գրել է. «Չի կարելի երեխային հաջողությամբ դաստիարակել և ուսուցանել առանց իմանալու նրա սոցիալական շրջապատի նորմերն ու արժեքներն իմանալու»։ Սոցիալական մանկավարժության դաստիարակչական գործառույթը հասկանալու համար օգտակար է անդրադառնալ Բլոնսկու ժառանգությանը։ Բլոնսկին երեխայի մոտ շեղված վարքի դրսևորումների պատճառները տեսնում էր նրան շրջապատող միջավայրի ներքին առանձնահատկություններում։ Շնորհակալություն։